Բարի երեկո սիրելի հայրենագիտներ, անգամ եւս կմիանանք ցեզի վերատար սայսայդակրով, որոնց նպատակն է վերադառնալ Հայաստան, կաչարել, որ մենք բոլորս մոդեռն ծանոթանանք Հայաստանի կյանքին, վերադառնալով մի քանի շաբաթով ավելի լավ կիմանանք այն իրավիճակը, որ Հայաստանի ժողովուրդը այսօր ամենադժվարին պայմաններու մեջ կբայքարի ամենօրվա հացի համար եւ վերջո տեսնել թե վերջին 22 տարիներուն մենք որ չափով հաջողած ենք եւ ինչ պետք է անենք որ ավելի արդյունավետ արդյունքներ ստանանք Ավասիկ մենք 16 տարի է ունենք տելեթոն Լոս Անջելեսի մեջ եւ գզարմանան թե ինչու համար տելեֆոնը այստեղ տելեթոնը Լոս Անջելեսի մեջ կնեն եւ ոչ թե Հայաստանի մեջ որտեղ այստեղ որ տելեթոնը գնեն հրավիրեն Լոս Անջելեսի ամենեն ուրեմն լավ վիճակի առողջ ուրախ լավ պայմաններու մեջ ապրող մարդիկ, որովհետեւ խոսին եւ այլն, Իրանի տելեթոնը դեղի ունենար Հայաստանի մեջ, ուր իսկական ժողովրդի իրավիճակը ցույց տային, իրավիճակը, որ մենք ամեն շաբաթ ցույց կտանք եւ հիմա նորեն ցույց պիտանք, եւ այդ ծևով մենք սպիրկահայերս կգիտնայինք թե իսկապես ինչ կանցնի կդառնա Հայաստանի մեջ, ինչ խնդիրներ ունին Եվ դերևս կարելի է այդպիսի բանել, սակայն հիմնականը դարին մեկ անգամ տրամահավաք անել, կնշանակե, որ մենք դարին մեկ անգամ պիտի մասնակցենք Հայաստանի կյանքին, դարին մեկ անգամ պիտի վերադառնանք Հայաստան եւ հետեւաբար 364 օր մենք պիտի չեզոքացված իրավիճակի մեջ լանք, անկորձ եւ մասնակցություն չբերելու ուրեմն ծրագիր մնե ուր դարին մեկ անգամ գուզեն նույնպես ամեն մեկը 50-125 դոլար դալով ադիգա մասնակցություն չէ եւ հետեւաբար այս 16 տարվա տելեթոնը ինչ արդյունք տված է որ չափով Հայաստանի ժողովրդին իրավիճակը լավացած է եւ դեսնելով թե անշուշտ Հայաստանի ժողովուրդը ավելի վատ վիճակի մեջ է, քան թե 16 տարի առաջ եւ ամեն օրը գվադանա։ Ուրեմն այս բոլորը նկատի ունենալով մենք պետք է ունենանք նոր ստրատեգիա։ Ճիշտ անոր համար վաղվա մեր ծրագիրը պետք է պիտի լա ուղղված թե ինչ պետք է անենք, ինչու պետք է անենք եւ ինչպես պետք է անենք, որբեսի այս իրավիճակը Հայաստանի եւ Սփյուռքի նմանապես բարեփոխվի եւ տելեթոնը չլա ռոպագանդայի մեկ օրվա ծրագիրը այլ 365 օրվա կորձի դկնաչան կորձի եւ ուր մենք մեր տրամը մեր ժամանակը եւ միտքը պիտի տնենք իսեր թե Սփյուռքի թե Հայրենիքի Հայաստանը զորացնելով մենք Սփյուռքը զորացած կլանք բամը որ ծրագիր չի գա ոչ Սփյուռքի մեջ ոչ Հայրենիքի մեջ Ոչ էլ այստեղի կոնսուլները կամ տեսպանները այդ ուղղությամբ աշխատանք չեն դանիր եւ ճիշտ անոր համար մենք 22 տարի է այնինչ որ ունեինք գործընթացին եւ դգարացանք շատ քիչ ուրեմն հավելացում դեղի ունեցավ եւ դժբախտաբար ամենամեծ գորուստը որ ունեցանք 1.5 միլիոն հայերու Հայաստանեն արտակախտը եւ այդ է որ ադիգապամն է որ մեդիչից կեր որ մենք հբարդանանք ավասիկ այս ծրագիրով է որ մենք պիտի մոդենանք վաղը եւ վաղը պիտի ակնկալենք ցեզ մե որ ցեզ դուք մեզի նյութական օժանդակություն դակ որտեղ այս AMGA հերոստագայանը միակ հերոստագայանն է ուր իրականությունները գսվին առանց վախենալու եւ առանց ճշմարտությունը փակելու որովհետև վերջի վերջո արդարությունը եւ ուրեմն իրականության խոսքը պիտի ասվի որբեսի մենք արդյունք կստանանք այս ծևով
այս մթնոլորտն է, որ պետք է ստեղծենք եւ չվախենանք։ Հետևաբար նույնիսկ եթե մեզի կարողանանք օգտակարը լալ վաղը, կարող եք ձեր չեկերը ուղարկել եւ գնանք վերադարձ հայդակիր տնել եւ AMGA-ի ուղղվածը լա մենք վաղը գտնենք այդ հասցեն AMGA-ի հասցեն եւ դուք կարող եք դերևս այսօր ալ գնան AMGA-ի հասցեն տնել որովհետեւ ժողովուրդը իմանա որ վաղը պիտի լա մեր վերադարձի ուրեմն նոր ծրագրի նոր ապակայիմը plանը ծևոմը plանի սկիզբը եւ որուն համար ես պիտի աշխատիմ հաջորդ 12 ամիսներու ընթացքին որ մեր Սփյուռքի Լոս Անջելեսի բոլոր գուսակցության ներկայացուցիչները բոլոր մտավորականությունը մասնագետ դառնան եւ ասեն թե մենք ինչ պետք է անենք եւ ինչու որբեսի ավելի լավանանք եւ միասնապար աշխատենք եւ այդ մթնոլորտը որ այսօր գոյություն ունի բարեփոխվի եւ վերջո դերևս այս վաղը տելետոնի համահայկական հիմնադրամի վերջին տելետոնը գրալալ եւ անորդեղը մենք կունենանք 365 օրվա ուրեմն պլան մծրակիրը որուն համար մենք պետք է հբարդանանք այս սեբով որ ես ուզեցի քիչ մը կարծիք դալ վաղվա մեր ծրակիրին որ պիտի սկսի արդվա 8-ին մինչև երեկոյան 8-ը եւ ուրեմն դուք պիտի կարողանաք ձեր կարծիքները հայտնել ինչ պետք է անենք ինչու եւ պիտի խնդրեմ լուր տվեք ձեր բարեկամներուն ընկերներուն որ իրենք ալ մասնակից դառնան եւ եթե կան մտավորականներ որոնք ուզեն իրենց խոսքը ասել կրնան կալ AMGA-ի գայանը եւ այստեղ մեր ծրագիրեն ելալ որովհետեւ ասիկա պիտի ծևոմը ուրիշ տելետոնը դեպի իսկական 365 օրվա Հայաստանի օգնության ուրեմն տելետոնը եւ ոչ թե մեկ օրվա Այսչափը ես կսեմ, հիմա ես կուզեմ իմ խոսքս փոխանցել Արամ Անուգյանին, իմ ընկերոջ այստեղ, եւ ինքը պիտի խոսի իր փորձառութենեն այսօրվա եւ երեկվա, որովհետեւ ինքը ակտիվիստն է եւ գուզե իր խոսքը ասել թե Լոս Անջելեսի մեջ իսկ մենք դժվարության մեջ կգտնվենք խոսքի ազատության գծով եւ ինքը այդ փորձառությունը իմ ամեզի պիտի փոխանցի խնդրեմ արա շնորհակալություն Հարութ գիտես այս անցյալ շաբաթը մենք հավաքվեցանք Լենդել քրատարան եւ մենք խոսեցանք կոռուպցիայի մասին որ ընդհանուր հայկական կոռուպցիան ինչպես կազդե մեզ եւ հայրենիքը եւ այլն Եվ այն ծրագիրից հետո իհարկե մենք որոշ նյութեր ներկայացուցինք, ինչպես որ ես արդեն կդառնամ մասնակից Հայաստան հիմնադրամի մասին, ես ներկայացուցի Հայաստան հիմնադրամին իրական վիճակը եւ նոր նյութեր ներկայացուցի այն օրը։ Հաջորդ իրիկունը մեկ մգապվեցավ իմ հետս եւ ասա որ այն թերթերը որ ունեիր Հայաստան հիմնադրամի մասին եւ կոռուպցիայի մասին, որ PF Armenia պատրաստեր է կոռուպցիայի մասին Հայաստանի մեջ եւ կրնաս իմ հյուրանոցս գաս եւ քանի մը հատ օրինակ փերես ես կառնեմ քեզ մե որտեվ պետք ունեմ ես ալ չէի ճանաչում այն անձը ով էր բայց համաձայնվեցա որտեվ մոտիգեր տեղը երեխաս վերցուցի գնացինք այնտեղ հասել եմ Hilton հյուրանոցը Glendale-ի մեջը Glenox եւ Brand Boulevard-ի վրա Եվ մոտ ժամը 11-ն, գերվի 11-ը չկար թեր, մտա Valley Park-ին, տեսա հակին մարդ, ոչ թե հակին, բայց որոշ անցել, որ ես կճաշնայի, որ մենք հաշվենք մեծահարուստներ։ Եվ հասկացա այնտեղից, որտեղ ես լսած էի, որ Հայաստան հիմնադրամին գեյլը ճաշկերից Բայց ես ոչ մի դեղ նշված չէր որտեղ էր, որտեղ մենք իսկապես ուզեցինք գտնել որտեղ է, որ խումբը կազմենք եւ կանք այնտեղ եւ բողոքենք,
որ այս սխալ է Հայաստանի նահանգամին կորցերը, բայց չի մացանք։ Ես ալ գնացի այնտեղ, բայց որտեղ չճանաչեցի այդ ով էր ամիջապես այդ կինը, ուրիշ ընկեր ունենք, որ ինքը հայ վերացնուտից խումբին հետ աշխատի, Աշոտի անունը, ասի որ Աշոտ, ու կաս այնտեղ մի հատ կին մկա քիրքեր պետք ունե, եւ նույն ժամանակ կարող մի քիչ զրուցենք հետը եւ թունա որ լինեն այնտեղ, որպես մարդ ունենան, վերջապես կողքից, միայն երեխաս թող չի լինե։ Հասա այնտեղ նորեն ինչպես որ բացատրեցի, այս հարուսները գային դուրսը, իրենց ավտոների մեջ նստում են գերտային արդեն այդ ճաշկերուտը վերջացել էր։ Եվ ես վերջը հասկացա, որ այդ կինը ինքը ճաշկերուտին եղել է։ Եվ ինքը դուրս եկավ, քաղաքին մտավ Գլենդեյլի կոմերը եւ պիտի վերադառնար հյուրանոց եւ ասա որ կասին հյուրանոցս, որ ասքիրքերը փերես։ Մտա ներս եւ նստած այնտեղ Ռոբերտ Ավետիսյանը, որ Արցախի, ինչ ասեմ, դեսպանը կգոչվի Կանադայի եւ Ամերիկայից եւ ես Ռոբերտին կճանչնամ։ Մոդիգացա, բարևեցի, ցերտվեցի, բարևեցի, քիչ մխոսեցանք, նա փորձեց երեխային հետ խոսել, երեխան ճուզեց իր տեմպն նայել, երեխան շատ խելոք էր միջակայքս եւ Աշոտը որ ասած Աշոտը ինքը ներս կուքար Ռոբերտի եւ ուրիշ տղա մգար այնտեղ, ասին որ լավ քիշեր բարի չգիտեմ ինչ եւ գնացին ես եւ Աշոտը նստեցանք եւ կսպասենք որ աս գնոջը գա որ քիրքերը վերցնեն եւ մի քիչ զրուցենք հետը մի անգամ են թեփ մոբայլից որ հնարավոր է որ լսած ես հիմա կուզեմ աս վիդեո որ մի մասը ցայն է միայն եւ մի մասը վիդեո է որ դուք նայեք քու աչքերով ինչ կատարվեց Huh? Yeah. You guys all together? Yeah, hang on, we're waiting for somebody else. Okay, sheriff's problem? You guys are going to be leaving right now Why? because, so, Excuse me? hold on. Hang on. Ooh, this? Check up? I thought you were going to leave us in the lounge. We're waiting for you. Excuse me? The sheriff's... Oh, I don't understand. We're here to meet somebody. Who are you with? I'm an individual. I live in New Burbank. I know you're I came down the to see somebody. Where, here? Yeah, they're supposed to be staying in a hotel. What are they? I don't know. That's why I'm calling. Okay, They haven't returned yet. I'll wait then. So what time are you going to be here? Okay, we'll see you in a little bit. Bye. They're supposed to meet us. We're supposed to go to the lounge. But they're Not this close. No. well, they're staying in the hotel. I'm going to ask the security if that's what you're after. Escort us out for what? Isn't this a hotel that people stay in? They stay here, but you know you're creating problems. No, what problems? What do you, I don't understand. No, you need to explain something to me. I don't I understand. mean, that's basic, okay? That's not playing around with you. We're not playing around. Do you even know me? Have you even asked for identification? I'm not going to ask you identification. I know you. I like to feel about your race. And who am I? You are Anuja. Oh, well, then you do know me. Absolutely, I know you. And who are you? My name is Garo Gaspari. Garo Kaspari. And you're with the Sheriff's Department? Yes, I do. Okay. And what's jurisdiction does the Sheriff's Department have in Glendale? Because we have a business day after. Well, that's upstairs, not down here. Well, yeah, but you're creating problems. They're going to ask you to leave. Glendale PD is already dispatched. Okay. Well, Glendale PD's coming to ask you to leave then. Leave. If you do not leave, they will charge you for trespass. Trespassing in a public hotel? I'm not going to argue with you. Then let Glendale police come down. No, I'm sitting here waiting for somebody. And they came down there and said, we're at the Sheriff's Department, we're going to have to ask you to leave. No, you can't stay. Okay. Well, they just said, this guy told me I have to leave, this guy told me I have to leave. Doesn't matter. What they said, they know what they are telling. But I can overrule and I can tell them that you can stay. But what is the purpose of you that you want to I'm stay? coming to, somebody's staying here. But She's why supposed to did meet. you speak with the representative of... He knows me. Oh, he knows you. Robert Avedisian? Yeah. I saw him sitting here, I shook his hand. Okay. And I said, how you doing? And that was it. You didn't say that I am going to do this, that, whatever. No, of course not. Are you serious he said that? That's what I understand.
No way. Yeah, but I swear on my son's no, whatever. that's very valuable to me. Yeah, You said exactly. you swear to your son. I didn't say anything like that to him. That's very interesting for me, though. Okay, what is the problem you have? I don't have a problem. I'm waiting for somebody to come. No. Don't tell me you don't What is have. it? Because they are telling me a lot of stories about it. Okay. So really, what is Do you read Armenian or English? I What do you- read Armenian. Both in Armenian. Well, then I was supposed to give this to the girl that's coming here. You take these. If you want to know the problem, you can have those. I have extra copies. I have and one for her also. So you can have that. Okay, are you the DA or are you general inspector of the country or who you are and what I'm- think you have to protest? What is your protest and what is the idea you have in your brain? My idea is that there's corruption in Armenia. Okay. The Armenia Fund feeds into corruption, and How do you know that? Can you? I know that. Hang on. Okay, let me call you right back, please. I can't talk right now. Hang on. When you say can I prove, what do you mean can I? What? You say something, you need to have a proof. I do. It's right here. You can read the It's proof. there. It's all in that document. And Karabakh also is involved with the same corruption, It or has to- Armenia is only? No, well, Karabakh is also. It has to do with tax evasion, leakage of budgetary resources. For You mean in stealing the Karabakh, budget? Sure. Okay. For instance, I'll give you just one example, since you're talking here with me. The retirement home project they did in Artsakh last year. Okay, that project they ended up spending $1 million on, $1 million on a home or on a building which was renovated in 1999 by Luis Manukyan Simon. Okay, and they ended up renovating it. They got a donor for $400,000 in Russia to do the renovation. I had somebody that is in Karabakh that works for me. He does investigations for me. Okay, this is when you say he works for me. In what capacity are you? And the guy who is working for you, it's in what We're capacity? concerned Armenians. How many people are you together, all together? Well, I'm one, Okay. and there are then, others like me. How many total? Well, yesterday we had a conference about it. We had 100 attendees at Glendale Library. I don't know if you heard about it. I heard that. Okay, I know yeah. about that. So we had a I know conference. everything. Okay, that's fine. So that was it. Well, basically, the Armenia Fund is circumventing the work that the government has to do. They're not collecting taxes from How they are oligarchs. doing this? They're not collecting taxes from oligarchs, for instance. And if you read the corruption report, there's that report that I gave Okay, you. they are not taking taxes from the oligarch. Right, which So what is equates their to benefit? What $500 is their $500 benefit? million. What is their profit and benefit not to take tax from them? They get to keep it because they are the government. I highly recommend you get him out of here because I will press charges for him trespassing. For what? He's going to press charges against me for trespassing? He can do everything. Then you know what? Why don't you press charges for trespassing? Okay. Go ahead. As soon as Glenda Peter gets here, you're going to jail. And your kid's going to go to DCFS. Think about it. I'm not messing around. You're going to press charges. I'm not messing around. Do you You're know? trespassing right now. Do you know Gatto from the Armenian care. Bar Association? I will call him right now. He'll be down here and he'll have me out of jail in 2 You can seconds. call whoever you want. You're not threatening What's people. your name? Manasian. Manassian. What's your Yes. first name? Ron. Ron Manassian. And you're going to press charges against me Yes. for sitting here having a conversation with this Yes. gentleman. Because as soon as these guys ask you to leave, you do not leave. You're in violation of 602. Who is asking me? They will be asking you as soon as Glenda Peter gets Well, here. let them get here then. Okay. Inche? Inch peses slaves? Չէ, լավ։ Թող ոսիրանները կան այստեղ, երբ որ կան, ես կասեմ, որ լավ գնացի։ Մամիդ հարգանք պահի։ Մենք խոնարհվում ենք նրանց միջև։ Դու հեր ես այսպես բանանում։ Սմասը, ես պետք է ուրիշին դամ այս, ես քեզ եմ դալու։ Այո, իհարկե։ Խնդրեմ։ Հա? I am smart, you're right։ Չէ, այս քանի հատ ունես, այ նույնն է։ Չէ, այս մեկ անկլերն է։ Այսը անկլերն է։ I gave you I have Armenian and Այսա։ English. Հետո, բայց այս պետք է պահեմ, այս աղջիկը որ գալիս է, այս երեքը պետք է գալիս։ Oh, wait, I have an extra of this. This is the corruption report. You know what? Hey, excuse me. Oh, no. If you're going to press charges, you can press charges all you want. When they come here, you can decide at that time, okay? Oh, I will. Wait a minute. Let's be on a little bit. You're a tough guy, though, I can tell you. Really? You look like it. Listen, let's be very manner. Use. I am. He's the one that's harassing me.
Okay. Our issue is probably our job is to protect our president. You're president upstairs, right? Yes. Am I armed here? I'm not saying you're armed. So what's the danger? I'm not saying you're armed. But what got out of your file, what you've been doing, you try to disturb all Armenian Fund functions. Okay? Don't say no. Is there a file like that? I'd like to see it. Is it public record? No, it's you. What you did Saturday at the Glendale Library. Is that that was a disruption of the Armenian Fund? You're trying to disturb. So anyway. I don't know. Yeah, you don't understand. The Armenian Fund is on its way out anyway. So. Նայ, արա։ Հոմբան գիտարկանքով։ Իսկ Արմենիան ֆանդա, իսկ Հայաստանի Արցախի համար դուք հակառակ չեք արմենիքի հետ։ Քեզ շատ լավ կդեմ։ No. Don't ask me to take him because I can't until he wants. Let's go, man. No, let the police ask me to go and then I'll go. The police are here. They can ask me, and when they ask me, I'll go. Թողինեց ասեն։ Ես եթե ասեն, ես կգնամ։ Okay, ինչ ասեմ, ասա, պոլիսին ինչ ասեմ, ասա։ No, police-ը թող ասե ինձ։ Իր բարձրականությունը, եթե իսկապես օրենքի սահմանով է։ Ես ընկերեմ ասում, Արաջան վերկած եթանք։ Չէ, լավ, թող ինքը ասե, հետո գնամ։ Okay, please. Okay. He's going to talk to you. Sure. He's going to explain the violation of 602 PC to you. Okay. And you're going to think about that because the next phone call that he's going to make is to child services. So think about that for a second. Oh, sure. Hey, how you doing? Good. Huh? I'm waiting for somebody that's in the hotel to see them, to give them something. Chicken and John Abadi Mechi. No, I have to wait for her. What? I'm gonna get up because they came down and because Robert Avedisian lied and said he threatened me. Do you know what Robert Avedisian told him? He said I made threats to him. Who's Robert Avedisian? Avedisian, he's a representative. Robert Avedisian. No, I continue chiga. Իսկապես խնդիր չկա։ Չեմ ուզում խնդիրել։ Խնդիր չկա լինե։ Մի մտահոգվիր։ Ես աչափ աբուշ չեմ։ Ես գիտեմ դու շատ խելացի ես, բայց արի էթան։ Ես աչափ աբուշ չեմ։ Թող ոստիկանները կան ասեն ինձ որ ես իրավունք չունեմ մնալու եւ օրենքը ներկայացեն ես հա կգնամ։ Այստեղ մնում ես գումին։ Խնդիր չկա ինձ համար։ Նա ինչքան ոստիկան եկավ։ Oh, that's hard. Okay, No, let them tell me and I'll go. I don't have a problem. If they say I can't stay here, then I'll meet her somewhere else. Sure. Yeah, that's my son. Yeah. I'm here to meet somebody, to drop something off. okay. So, did you want to search my bag? Do you have a warrant Yeah. to search my bag? You have a No, warrant no, to search but it? do you Then mind? I don't have any weapons or anything. Okay. Do you mind if I check real fast? Make sure Yeah, I that do mind. everything's- I do mind, You of do course. mind? Yeah. Okay. You gonna be cooperative with that then? Yeah, but I do mind if you search me. Unless you have reason, probable cause, and you can tell me what the law is that Okay, I that don't know applies what's to. going on here yet. There's nothing. I'm here to meet somebody. But you- There was somebody in the So I understand lobby. you're not a He guest tells me I'm not a guest here. I'm meeting the guest that's here. Okay. She went out. She said meet me here, and I'm waiting for her to come to give her these books that I have. And I have less of them because they wanted to know what the books were about. Okay. Yes. Now who's asking me to leave? Security at the hotel asked you to leave. Yeah, Lisa. Okay, that's fine. I have no problem with that. Okay. If security's asking me, not this guy who comes over and harasses me and starts yelling at me. You like But- the only harassed you? oh, really? Is that how you guys operate? Huh? Yep. Nice. Okay. Okay. I Thank you. appreciate your No cooperation. problem. Thank you so They want much. you to leave. They want you to leave. They want me to leave. I'll just call her and meet her somewhere else. Thank you so much. You understand it's off the premises, right? Yeah, Not in I'm the we're parking gonna go to lot. Conrad's or something. I don't have a problem with that. Alexis, should we go? Yeah, good. Shot, shot,
Դելա, հաջողություն։ Դե անպայման կգարտաս։ Որ ուզում ես իմանալ ինչ է Բայց կատարվում։ խելոք եղի։ Ես խելոք եմ։ Քեզի խելոք բայ։ Ես շատ խելոք Շատ եմ։ գործ կտաս ծերթա։ Հետո շատ կդժբախտանաս։ Ես չեմ դժբախտանա Ես քեզ ասում եւ եմ։ չեմ ճշգորեն։ Արա խելոք։ Եղա, լավ լինես։ Հաջողություն։ Wow, look how many police came. Regular police. Wow, 4 cars. 4 cop cars. 5. It's more than 4. Take care. Oh, there's Thank, 4 here. There's thank about Robert. 4 Thank there. Robert Avedisian for calling you out on making up charges. That's what he's famous for, anyway. Եվ այնպես պատահեց մեզ գիրագիոր իլունը մինչև հիմա ես իհարկե ասիջան ես հավաքել եմ, բայց ամեն անգամ որ կտեսնամ լման վիդեոն արդեն ես կզարմանամ, բայց մի բան ես հասկացա մեր եղբայրները քույրերը որ Հայաստան գապրեն այս նորմալ է իրենց կյանքի մեջ այս կպատահի միշտ նայ Ռոբերտ Ավեդիսյանը ինքը սուտ ասավ Կորց կփորձեր իմ գլուխս սարքել, որ առան չի լինե, որտեղ գիտեն կվախնան ինձ մե։ Ես այդ չափ հասկացա, եւ ինչպես գիտեմ, որ կվախնան ինձ մե։ Այս թեփքից հետո ես այդ գիշերը զայրացած էի, կասեի, որ այս ինչ աս Ամերիկա է վերջապես։ Լավ, ես հյուր չեմ այնտեղ, իրավունք չունեմ այնտեղ լինել, ես հյուր պիտի դառնամ։ Անմիջապես կոմպյուտերի միջոցով ես սենյակ վերցուցի, հյուրանոցի մեջը։ 3 օր վերցուցի սենյակ։ Թիվ 1705 13-րդ հարկը ինքը 18 հարկ է 17-րդ հարկը լուքս համարմը եւ որոշեցի որ ես հյուր պիտի լինեմ այնտեղ եւ ես հյուրեր պիտի ընդունեմ այդ նույն տեղը որ իրենց վրընդեցին ինձ թողան իմ հետը զրուցեն այն քիրկը որ ես պատրաստել եմ Հայաստանի Նացրամին մասին ստորակը մեջը գնվիրեմ եւ այլն Facebook-ի վրա բանը ծրագիր պատրաստեցի, որ հայտնեմ, որ այս օրերը, այս ժամերը իրավունք ունեք գալ հյուրանոցը, ես այնտեղ կլինեմ եւ ստորագրություն կնանք եւ այլն։ Ես գնացի այնտեղ 2 շաբթի օր, իրիկունը ժամը 6-7-ի կոմերը, արդեն մութ էր, ինչքան որ կհիշեմ, եւ իմ սենյակից վերցուցի մի հատ փոքր պայսակ փերեցի, հետո որ քիրկերը թրեցի մեջ, որոշ մասերը, որտեղ ես մտածի, որ կարող է այդ գիշերն հյուր ընդունել, բայց հոգնած էի։ Որոշեցի, որ լավ, ես ցնեմ աս քիրկեր այստեղ, ես կնամ դուն։ Թուրը փագեցի, դուրս եկա։ Հաջորդ օրը արդեն պատրաստ էի այդ ծրագիրը իրականացնել, որ հյուրերը ընդունենք եւ այլն, վերադարձա հյուրանոցը երեխայի հետ։ Արդեն որոշեցի, որ չի աս երեխան ինքը արդեն վախի մեջ է, բայց ինքը պետք է տեսնա, որ ինքը իրավունք ունի այնտեղ լինել։ Եվ ես վստահեցի իրենցի, որ Ալեքս, դու իրավունք ունես այնտեղ լինել։ Այդ մարդիկները չար էին, չէին հասկանում, ինչ էին անում, ինչ էր կատարվում, եւ մեկը սուտ խոսեց, Ռոբերտ Ավեդիսյանը, որ այնտեսակ բան անե։ Գերեւի վատ մարդ չեն, միայն մի քիչ հասկացողությունը տեղը չէ երևի, այնպես համոզեցի երեխան, ասեցի, որ քեղեցիկ հյուրանոց է, լողավազան կա եւ այլն, վեշերը հավաքեցինք, որոշեցինք, որ 3 օր պիտի գանք, 2-3 օր կգանք կմնանք հյուրանոցը եւ համ հյուրեր կընդունենք մեր սենյակը, ասեցինք open door, որ կամ ներքևը կհանդիպենք կամ հյուրերը կընդունենք մեր սենյակը 1705։ Հիմա օգնություն կթիմենք դուրսը, որ օթոն եկավ եւ ամբողջ պայսակները թրեցին պայսակի փանը կարգի վրա եւ մենք սկսենք փարսանալ։ Փարսանալեն առաջ տեսնում ենք, որ այս խումբը Հայաստանից այնտեղ են, Գերվի Պակոն այնտեղ էր եւ իրենց տեսան ինձ եւ ոնց որ թաշխալա վիճակ դարձավ, այնտեղ չէին իմանալ ինչ պետք է անենք, ստոպ ասեցին, չգիտեմ ինչ։ Վերջը մենք մտանք ներս փարսացանք 17-րդ հարկը։ Փանալին որ ունենք էլեկտրական է։ Փորձեցին փանել կարմիր լույս էր վարում։ Այն մարդը որ պետք է օգնի ինձ, ինքը փանալի ունի, որ ամբողջ սենյակները կփանա, փորձեց կարմիր լույսը նորեն վարեց։ Ինքը ասա որ գերեւի գողբեկը ավրված է, կանչեց ներքևը, որ փանը շինարարը ով որ գա, փարսանա օգնի մեզ։ Փարսացան, ով եկավ դնորենը, գիշերվա դնորենը եւ security-ն, ասա որ իրավունք ունես մնալ։ Ասի որ ինչու, ասա որ մենք վստահելի աղբյուր ունենք, որ դու վտանգավոր ես, դու վտանգ ես սպասում, մեզ եւ կարծեմ մեր տարածքը մի հատ հյուրի համար։ Ասի որ իրավ ով է, ասա որ չեն կարող ասել։ Հիմա պիտի դուրս գաս շենքեն։ Եվ իրենց վրընդեցին մեզ, կարճ կտրած։ Այսօր մենք բողոքեցինք։
Մենք գնացինք այնտեղ տնօրենին գտանք։ Տնօրենին անունը Ջո Թիթիզյանն է, բարձեցինք։ Ջո Թիթիզյանը ճուզեց ինձ տեսնել։ Վաղը, որ գասմի էր եթերը, ես ավելի մանրամասն բաներ կպատմեմ, որտեղ Ջո Թիթիզյանը ինքը խոսեցավ կամերայի վրա ճուզեց, բայց ստիպված արավ, երբ որ խումբ մտավ առանց ինձ, որտեղ ես իրավունք չունեի մտնել, եւ որոշ բաներ ասավ, որ ես կուզեմ ցեզ ներկայացնեմ վաղը, բայց որ քո ականջներով լսես աս Ջո Թիթիզյանի ինչ է, եւ ես մեծ կասկած ունեմ հարուտ այս շենքը որոնք կպատկանի, որ կարենա Հայաստանեն այս խողաբազիկները, այս մոֆիացիաները Ռոբերտ Տևիդյանի նման եւ այնպես բան անե, որ ամերիկյան քաղաքացի այն տեսակ բան անել եւ փորձե ցերպակալել։ Բայց այս իրականությունը թուն տեսար ցեր աչքերովդ, որ ինչ կատարվեց եւ այս է իսկական թեմքը Հայաստանից։ Եթե մեկ մգա, որ իրենց չեն կրնար կոնտրոլի տակ պահեն, այս է սակ բան կանեն, ինչպես որ Շանթ Հարությունյանը հիմա նստած է եւ 19 ուրիշ անձեր, 20 անձեր կան, որ իրենց պոլիտիկական կարծիքներով, որ շատ ուժեղ են եւ շատ ճիշտ են, նստեցնում են եւ իրենց փորձեցին այսօր Գլենդեյլի մեջը Արամանուկյանին նստեցնել, որ Արամանուկյանը տելեֆոնի ժամանակը չի գտնար իրենց ասած, ինչպես որ ասա, վնաս է ստանում, չի գտնալ ստանալ իրենց։ Հարուտ։ Եվ նույնիսկ այդ մարդը, ջամկե մի քիչ լեցուն բեխավոր մարդը, ասավ շատ պիտի դժբախտանաս։ Այո։ Այսինքն քեզի ծևոմը անգլերեն գսեն threatened, այո։ Քեզի զորավոր գերբով զսկուշացնում է եւ բամը որտուն ու բարձաբես ոևէ ծևով մեգումը վտանգ չես ներկայացնել, բարձաբես ունիս քու գարզիկները, իրենք ունին իրենց գարզիկները։ Տուն իրենց կսեցկո որտուն բիդի դժբախտանաս կամ բիդի ինչ որալա։ Ուրեմն եթե մարդիկ չեն գնար իրարու հանդուրժել եւ հարկել եւ հետո եթե մենք պետք է լավ նայենք թե եթե իրենք ճիշտ են, ինչու համար Հայաստանը այս վիճակին հասած է։ Եթե վերջին 16 տարիներու ընթացքին այս համահայկական հիմնադրամը եւ իր յետևը եղողները այդ շքախումբը, որ գուրորեն գհեդևին առանց հարցումներ հարցնելու, ավասիկ գիտության մեջ բանը անե որ պետք է հարցումներ հարցնես եւ իրականությունը պիտի գտնաս։ Ոչ թե որտեվ կարևոր անձը բան մգս է, այլ որտեվ դու պիտի համոզվիս։ Այսօր Հայաստանի ժողովուրդը համոզված է, թե իրականությունը գսե Հայաստանի իշխանությունները եւ իրեն շուրջինները։ Եթե համոզված է, ինչու համար մեջտեղները ցույցի գելան, ինչու համար երկիրեն դուրս գելան, ինչու համար հավատ գործընծած են երկրի մասին։ Դիտենք TV2 դեսայրիզներու շարքը եւ ամիջապես կմիանանք ցեզի այդ կետքը շնորհակալություն։ Հայաստանը մաքսային միության մաս դարձնելու Կրեմլում ազդարարված նպատակը վտանգում է Հայաստանի իշխանությունը, խոչընդոտում է Եվրամիության հետ մերձեցմանը եւ մեզ վերստին դարձնում ռուսական կայսրության ճորտերը։ Նման հաղորդագրությամբ թերթոններ են տարածել Պարույր Հայրիկյանի համախոհները նախագահի նստավայրի առջև նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում։ Մասնակիցներին միացել էր նաև Պարույր Հայրիկյանը, որի գլխավոր ուղերձը ներկայացված էր պաստառներից մեկի վրա՝ Վիլնյուս կամ հրաժարական։ Եվրոպայում տգետներ չեն։ Հայաստանը մաքսային Շատ լավ գերեւի թե ցույց չեն կարող տալ, բարձրապես այս երկուքը ցույցեր են, որ կկատարվին այսօր Հայաստանի մեջ, որ ազատամարտիկներու ընտանիքները ցույցի ելած են եւ կփողոքեն իրենց վիճակի մասին եւ կուզեն տեսնել նախագահին եւ ուրեմն չեն թողներ ադիգա, բարձրապես կմոդիգանան եւ գուզեն, որ բարձրապես իրենց ուրեմն աշխատակորին հետ խոսի, բայց իրենք գուզեն նախագահին հետ տեսնվել եւ հետեւաբար ցույցը ամենս կլա որ գշարունակեն եւ կբանջեն նախագահի ուրեմն հրաժարականը գուզեի ադիգա ցույց տալ, գտնալալ վաղը գտնանք ադիգա ցույց տալ
ամենս որ պրոբլեմ չէ։ Տերևս կնանք Ահագին զանգերուն եք մինչալ եվս հարուտ։ ինչպես կնանք իդեր առնել։ Քիզեր առնել 4-րդը վերցուր կարենն է։ 4-րդ։ Այո, ռամեցեք։ Բարև ձեզ։ Այո, ռամեցեք։ Արա ջան, կեցես այդ ավազակների աչքը պետք է մի քիչ վախացնել։ Այո։ Ու քո նման մարդիկ կա, գոնե մի հոգի, բայց որակյալ ձևով տենց որ իրանց confront անում, իրանք արդեն խառնվում են, որովհետև մի մասը համոզված են գործի մեջ։ Ես էլ եմ կողմ, որ այս process-ը շարունակվի, որտեղ մի անգամ խոսացել են, եթե դադարեցվի դժվար է pick-up անելը։ Բայց ինչ որ անում ես լավ ես անում, իրանց պետք է վախացնել, որ այդ բոլոր հարցերն էլ որ բան ես անում, թաչ ես անում ճիշտ է։ Եվ թաքսերի հարցն է, եւ այդ ռուսական կայսերական կողմնորոշումն է, այսինքն մատը լավ դրել ես վերքի վրա, կեցես։ Այո, մերսի եւ Կարեն, եթե հանգարց ազատ ես վաղը, մի անգամից կանցնես ստուդիոն, այստեղ ենք ամբողջ օրը։ Քանիսին։ 8-ի 10-ից կսկսենք մենք, եթերը կսկսի 8-ից, 10-ից մինչև 8-ին, իրիկունա։ Այսինքն զուգահեռ եթում եք բանի։ Այո, այո։ Բայց արա ասենք ինչ բնույթով ասում եք մի տվեք փող այդ մոմենտը։ Մենք ասենք որ մի տվեք այսօրվա Հայաստան հիմնադրամին, որ այս վիճակի մեջ է, մինչև որ Հայաստան հիմնադրամը իսկական ճանապարհը գարենա գտնել, ոչ թե պետությունին բարդականությունը իրականացնելու, այն ժամանակին կարելի է Հայաստան հիմնադրամը, երբ որ կսկսի օրինակ մշակույթի, գրթությունի, մարդային ոչ թե ճանապարհները, ճանապարհը պետությունին բարդականությունն է, եւ պետությունը ունի միջոցները, իրենց եթե հարկերը հավաքեն, եթե իրենց սխալ չի ծախսեն, շատ հրամ կա, շատ։ Արա ջան, կգամ ու ձեր այդ ամեն ձևով կխփեմ իրանց ոնց որ պետք է, եւ այդ իրանց ռուսական կայսերական ուղղությունն է, եւ այդ թաքսեր չհավաքելն է, բայց փող չտալու հարցով չեմ կարա ձեզի պատիժ կանեմ, չեմ կարա այդ կոշն անեմ։ Չէ, մենք չենք ասել փող մի դուր Հայաստանից, մենք ասենք փող մի դուր Հայաստան հիմնադրամից, շատ լավ գազམ་ագերություններ կան այնտեղ, որ կգնան նվեր տալ ժողովրդին, բայց ոչ Հայաստան հիմնադրամից։ Բայց այդ բանի ճամփի մոմենտը կարևոր է, արա մի մոռացի։ Նո, հիմնականը մեր նույնիսկ այսօրվա ծրագիրը եւ աղվա ծրագիրը Հայաստան հիմնադրամը ըստ քեզի հաջողած է, թե ցախողած է։ Դե հիմնականում ես կարծում եմ հաջողած է։ Ուղղակի Արայի ասածը այդ չի, Արան ասում է, որ այդ գործերը հիմնադրամը կարող աներ, այդ գործերը պետք է պետությունն աներ, ես համաձայն եմ։ Համը այդ մարդկանց շարժելը եւ փոխելը, դա մի generational հարցեր էլի շատ խոր հարց արա։ Դա մի օրվա հարց չի, ապեր, չես կարա մի։ Չէ, մենք արդեն շատ խոր մտածել ենք դարիներով եւ երևում է, որ իսկապես Հայաստան հիմնադրամը այնպես օգտագործել, որ ավելի շատ վնաս է տալիս կամ օգուտը։ Ես համաձայն չեմ այն ցերեսածը ճշմարտաբար, բայց ամեն մարդ չի գնա ամեն տեղից համաձայն լինել։ Եղավ, մերսի, Կարեն։ Լավ, եղավ, հաջողություն։ Հաջողություն։ Այո, ուրեմն մեր վաղվա ծրագիրի նպատակը անե որ մենք ունենանք Հայաստանի հետ 365 օրվա հարաբերություն եւ ոչ թե մեկ օրվա հարաբերություն։ Այդ մեկ օրվա հարաբերությունը գահավաքը մոտավորապես $20 միլիոն, որուն մեջ հսկայական ծախսեր ալկան։ Ամենս որ չեմ գիտեր հայերենականին այդ նետ շահը կմնա։ Եվ հետևաբար մենք շատ ավելի շահ կրնանք տալ Հայաստանի ժողովրդին, նայեցեք ինչ տարբերություն կսեմ որ ժողովրդին եւ հետո Հայաստան հիմնադրամին մեծամասնությունը, այսինքն 90% ավելին գերտա Արցախ եւ ոչ թե Հայաստան, այսինքն ինչու համար մեծամասնությունը Արցախ գերտա, ինչու Հայաստանի մեջ մենք ուրեմն սահմանամետ շրջաններու քյուղերը կբարբվին, Գյումրիի մեջ ունենք 3000 դոմիկներու մեջ բնակվող ընտանիքներ եւ ամեն ծևի պետքեր ունենք եւ Հայաստանը 30000 քառակուսի կիլոմետր է, իսկ Արցախը 11000 եւ գտեսնեք այդ տրամը գավակվի միան Արցախի համար եւ գտեսնենք թե Հայաստանի իշխանավորները իրենց կրբաններեն գրեթե ոչինչ կուտան այդ ուղությամբ եւ իրենք միլիոններու դերեր են եւ գիտեք ով են այդ բոլորը ամենս որ երբ որ
միայն մեկ օրվա հարաբերություն գլա, ես ադոր վրա ես կուզեմ ջնշել, իսկ եթե մարդիկ ուզեն հիմնադրամին դալ, խնդրեմ դվեք, որչափ որ գուզեք դվեք, սակայն ադիգա մեկ օրվա մասնակցություն մնե եւ ադիգա ժամանակավոր եւ քիչ արդյունք կուտա։ Ուր է 365 օրվա մասնակցություն, ուր է մեկ օրվա։ 365 օրվա մասնակցության մասին ես վաղը ավելի երկար պիտի խոսիմ, որովհետեւ կոնկրետ ծրագիր ստեղծվի սպիրտ հայրենիք հարաբերությունները ստեղծելու եւ ամենս որ ամեն մարդ ազատ է որ ամեն ինչ անելու որ օգտակար է ամենս որ երբ որ արային այս ծավով գվարվին իր մարդկային իրավունքներուն հագարակ իսկապես զարմանալի է Բայց ինձ համար մի բանացի հետո կվերցնես սանկը ինձ համար լավ չափիչ է ինձ համար իմ կորցիս արդյունքին որտեղ եթե իմ կորցս արդյունք չուներ եւ արժեքավոր չէր իրենց այսպես չէին վարվել իմ հետս եւ իսկապես ես հբարտանում եմ եւ ես շնորհակալություն ասում եմ որ թունա չափիչը տվեց ինձ որ ես ճիշտ ճանապարհը ընտրել եմ որ քեզ ազդում է այն աստիճանի որ թուն ինձ մեկը վախնաս ամիջավես կավալաս կվախնան մի մարդը որ 5 տարեկան երեխայի հետ կմտնե հյուրանոց Շատ լավ հիմա ասենք ուրիշ բազմաթիվ գիծեր ունենք այո հրամեցեք Լայն հարույց այո հրամեցեք Ես հարգում եմ ձեր հայրենասիրության ձեր ամեն ինչի համար բայց Բայց ժողովրդին ստիպեք, ժողովրդին առաջարկեք, որ չմասնակցեն այդ ճանապարհը սարքելու համար, ամբողջովին ես հակառակ եմ, որտեղ այդ ճանապարհը մնայուն է մեր երկրի համար, կառավարությունը փոխվելու է, անհատները գնալու են, մենք հիմա մեր գոյատևման խնդիրն է նայելու մեր հարևաններին։ Կարծում եմ այդ խոսքերը մեջիչ պետք է ավելի մտածումով մարդկանց հայտնել։ Շատ շնորհակալ եմ։ Շատ լավ, ես կուզեմ պատասխանել, եթե հնարավոր է։ Այս իմ դրակիրս կտեսնեք որչափ ազատ խոսքի դրակիր է որևէ գաշկանտ չկա եւ ես Եվ սխալ չէ իր կարծիքը ճիշտն ասած ճիշտ է մեր ճանապարհները պետք է հիմնենք պետք է տնենք բայց պետք է ճիշտ ճանապարհները տնենք օրինակ ես կուզեմ շատ կարճ պատմեմ այն ճանապարհը Վարդենիս Մարտակերտի ճանապարհը գիտես ինչ նպատակի համար է Այն հանքային ճանապարհ է, ոչ թե ժողովրդի համար ճանապարհ։ Եթե նայես որտեղ կանցնի, հանքերուն համար աշխատելը, որ կարենան գնան Հայաստան, Արցախ եւ սկսին հանքերը աշխատելն։ Եւ ես թեմա չեմ հանքերը աշխատելը, բայց եթե տեսնաս այսօր Հայաստանի վիճակը, որտեղ որ հանքերը կաշխատեն, սխալ ցևով կաշխատեն, այսօր իրենց արդյունքը 70% է, ինչքան որ կհանեն 70%-ը մնացածը կշպրտեն այն նույն տեղը որ կհանեն եւ կթունավորեն հողերը հարյուրավոր հեկտարներով որ 10 անգամ ստանդարտներից աշխարհին ստանդարտներից 10 անգամ ավելի շատ կթունավորեն Հայաստանի հողերը որտեղ որ այսօր գովեր կծնվեր երկու գլուխով երեխաները դեֆեկտներով գիները չեն գնալ հղիանալ երեխա փերելը այս է վիճակը այդ ճանապարհը ասեմ ինչ ճանապարհ է այն ճանապարհը Արցախի մահի ճանապարհը պիտի լինի որտեղ Արցախը հանքերը այնտեղ կգտնվին եւ Արցախը պիտի թունավորվի մեր քեղեցիկ անուշիկ սիրելի 11000 քառակուսի կիլոմետրից որ մենք այրուն թափեցինք որ ազատենք մենք պիտի թարտնանք մահից տարածք եւ այն է ճանապարհը այսօր եւ մենք շատ զգուշ պետք է լինենք եւ երկրորդը պետությունը կառավարությունը ինքը ունի փող որ այդ ճանապարհը կգնա սարքել եւ 10 անգամ շատ այն ճանապարհները վաղ այն մասին ապի խոսենք փաստերով եւ այդ հանքի դերերը Դերերուն կորձն է այդ ճամփան սարքելը, որովհետև անիկա իրեն շահին համար է։ Ուրեմն այս մանրամասնությունները դժբախտաբար իրականությունները ցույց չեն դարձել եւ ոչալ գսեն եւ դուք ավելի սկացական մոդեցումով է որ ճիշտ անոր համար է որ եթե Հայաստան հիմնադրամը տելետոնը Հայաստանի մեջ լա այս բոլորը չեն գնալ ասել որովհետև Հայաստանի ժողովրդին վրա չեն գնալ խնդալ Այո, եւ մենք ժամանակ չունենք մի ժամվա ծրագիրի մեջ ադամին ինչ բացատրել, բայց վաղը որ մենք 12 ժամ ունենք, մենք մանրամասնությունը փաստերով դուք ծեր աչքերով
պիտի տեսնաս եւ ծեր կարծիքներն ապի կարնաս փաշանել։ Հիմա ունիմ երկու դեսայերիզներ, բայց նախ կանանիգա ուրիշ գիզեր ունիմ։ Դիտեմ։ Այո, ամեցեք։ Երկու դեսայերիզներ, բայց նախ կանանիգա ուրիշ գիզեր ունիմ։ Այո, ամեցեք։ Երկու դեսայերիզներ։ Ցանը չեցնեք, հա։ Լավ։ Այո, ամեցեք։ Ցանը միջև խոսելը։ Այո, ամեցեք։ Ամեցեք։ Բարոն Հարութ։ Այո, ամեցեք։ Արաջան։ Այո։ Շնորհակալ ձեր հաղորդման համար։ Եվ միայն մեր բոլոր ժողովրդի հայ ազգության որ բոլորը բանան յանի վաղվա at դրամա հավաքին at սերժիկին մերժիկին բոլորին բաներեք յանի կդրեք Շատ լավ Այո հրամեցեք Աչա քիծեր չեմ դեսած հիմա հա երրորդը Այո, հրամեցեք։ Բարի երեկո։ Այո։ Շնորհակալ եմ ձեր հաղորդման համար, բարոն Հարություն։ Հրամեցեք։ Հիշում եք, եթե 1991 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ ուղարկեց Ամերիկայի Միացյալ Նահանգներին հայ համայնքին, որ կարողանան 100 միլիոն հիմնադրամ ստեղծեն Երբ որ նստան 10 ղեկավարները համայնքի սկսան հարցաքննել այդ հարցը, ասին ժողովրդից պետք է հավաքենք $5 եւ այլն որ 100 միլիոն ստեղծենք, Աշիմ Քեշիշյանը առաջարկեց եկեք 10 հոգի ենք, բոլորս էլ միլիոնատեր ենք, եկեք ամեն մեկը 10 միլիոն տանք եւ Հայաստանի 100 միլիոնը կլինի։ Բայց հայտարարի ներկայացուցիչը հրաժարվեց եւ այդպես էլ չստեղծեց այդ 100 միլիոնը, բայց 92 թվականին հիմնադրվեց։ Շատ լավ։ Հիմնադրամը ինչպես գիտեք Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ոչ թե Ղարաբաղից ճանապարհն է սարքել համար, այլ Հայաստանը պարտավորելու Հայաստանը բան։ 30 միլիոնը հիմի ճանապարհը ծախս են ասում։ Ընկեր Քոչարյանը, բարոն Քոչարյան ասեք 4 միլիարդի տերը չի կարող 30 միլիոնը տա Ղարաբաղի ճանապարհը սարքեն։ Չէ՞ որ իր երկիրն է, իր հարազատ հողն է, իր տարածությունն է։ Շնորհակալ Ներգիր հերիք չէ, հիմել սկսել են ժողովրդից կոպեկ հավաքեն, ինչ որ Ղարաբաղի ճանապարհ սարքենք։ Շնորհակալ Ռեկլամը լսում ես, արդեն զզվում ես այդ ռեկլամից։ Եվ իրականությունը, այո։ Սանտիմետրա 10 միլիոն հայ է, կամ մեկս մի սանտիմետր սարքենք բիլմեմնը։ Վեշ տորդան այդ բոլոր հարցերին։ Ընտրում եմ այդ ձեր հայրենասիրությունը, այո, ես էլ գոչ եմ անում ոչ մի կոպեկ ուարգել Ղարաբաղի շինության համար։ Այդ Ղարաբաղ մեր դունը քանտեց երիք չի, մեր Հայաստանը քանտեց երիք չի, մեր Ղարաբաղի ճանապարհները Եղավ, մերսի։ Եվ գիտես այդ նույն Քոչարյանը, որ 4 միլիարդ դոլարի տեր է, այն փողից կեսը քոնե կպատկանի, իսկ ամբողջը կպատկանի ժողովրդին, բայց եթե ինքը օրինավոր ցևով ցերկ բերեց այդ փողը, քոնե Հայաստանը 2 միլիարդը իր ցերկը կլիներ մոտավորապես։ Եվ այն է այդ նալոգները, որ չեն հավաքել 2012 թվականից $750 միլիոն, որ սխալ ցևով ծախսեր է եւ նալոգները չեն հավաքած։ Այն է իրականությունը։ Այո, գիտե, որ Քրկ Կրկորյանը $200 միլիոն Lindsay Foundation-ը, որ Հայաստանին համար պիտի օգտագործեր, վազանցավանգ է եւ այդ դրամը արավ եւ UCLA համալսարանին տվավ։ Ինչու համար կգարձեք ադիգա եղավ։ Արդյոք ինքը այս բոլորը չտեսավ եւ այնչափ սիրահարվեցավ, որ ինքը բայց հետո սխալեցավ եւ այդպես դեսավ իրականությունները եւ զզվեցավ եւ անորամար քաշեց այդ դրամը։ $200 միլիոն մենք կորցնեցինք եւ հիմա այստեղ $20 միլիոն մասին կխոսենք։ Եվ ես կարող եմ անցամբ ասել, որ ես Ջիմ Ալջանը, որ Քրկիկորյանին ամիջապես աչ թևներ, Ջիմ Ալջանը ինձ ասավ, որ թվականը գերվի 99 կամ 2000 թվականից ես խոսեր մի հետ երկար եւ ինքը ասա որ եթե նորեն խապեն Քրիկորյանին ինքը լրիվ պիտի քաշվի եւ խապեցին եւ ինքը քաշվեցավ այնպես ուրեմն մեր վաղվա դրակիրը տելետոնին մեկ օրվա լալին մասին է որովհետեւ այդ մեկ օրվա աշխատանքը արդյունքը շատ քիչ է Երևակայեցեք, որ մենք այստեղ ունենք բազմաթիվ մասնակիցներ, քիդնականներ, որոնք կրնան իրենց քիդնական Հայաստանի ընկերներուն հետ միասին
բազմաթիվ ծրագիրներու վրա աշխատել, կորձադեղիները ստեղծել, որովհետեւ մեր ուղեղները մնան Հայաստանի մեջ, այստեղի հյուպատոսները պետք է ամեն օր աշխատին իրենց կովկովի բերեն մեր այս մասնակիցները եւ բդույթներ գազմագերբեն, վերադարձի ծրագիրներ գազմագերբեն եւ միասնաբար աշխատենք 365 օր եւ ոչ թե $25-50 տալով մենք վերջանանք եւ ասենք ամեն ինչ եղավ եւ իրենք այդ ծավով իրենց պարտականությունը չեն կատարել 364 օր ավասիկ այդ է եթե պատասխանատվությունը չունին իրեն ժողովրդին սպիրկի ամեն մեկ կոնսուլ պետք է որ ցանոթանա բոլոր մեր գարո անձերուն եւ դանի Հայաստան անիկա գոչվի technology transfer այսինքն միտքի եւ տեխնոլոգիայի փոխանցում դեպի Հայաստան ամենս որ երբ որ մեր ժողովրդին 3/4-ը սպիրկի մեջ է եւ այսպես կմավարվի մեզի դարին մեկ անգամով ամոթալի է ադիգա ուղագի այո ռամեցեք այո ռամեցեք Բարոն Հարություն եւ Արաջան շատ խրախուսելի է ձեր հաղորդումը բայց ես այս դեպքերը ինչ որ տեղի ունեցավ Արայի հետ ես ուրախ չեմ եւ չեմ ողջևորում որ ինչ լավ է մի հատ հայրենասեր կա դուրս եկավ երկրի դեմ եւ այլն լավ պիտի լինի դա շատ մեծ վտանգ է Արաջան դուք միայնակ չեք կարող պայքարել հրեշների դեմ գողերի դեմ պետք է ամբողջ հայ ազգը կանգնի ձեր թիկունքին միասին լինեն որպեսզի գողական վաղվա ֆոնդի փոխարեն ստեղծեք մի հատ նոր հայ ազգի փրկության ֆոնդ եւ ամբողջ հայ ազգը մի մարդու նման գիտակցական ձևով ընդունի եւ ձեզ սաթար լինի ոչ թե մի հատ խելացի միտք եք ասում մի հատ հիմար զանգում ասում ճանապարհը պիտի սարքվի դուք հանգարում եք սարքվի այդպես չի հայ ազգը պետք է ունենա քաղաքական բարձր գիտակցություն երբ որ բոլորը մի մարդու նման ունեցան այդ գիտակցությունը փրկված կլինի ամբողջ հայ ազգը աշխարհի բոլոր տեղերում եթե տարաձայնություն եղավ ուրեմն ես չեմ ցանկանա որ Արայի մի մազին որևէ մի բան պատահի մի հատ տականք փոլիս մոտենա մի բան ասի շատ ցավալի է շատ վտանգավոր դա ես անկեղծ եմ ասում ես դրա համար չեմ ուրախանում մի հոգի չպիտի դուրս գա ամբողջ հայ ազգը պետք է դուրս գա եւ այդ դուք պարտավոր եք մի հատ փրկության կոմիտե ստեղծեք որ այդ փողը որ պիտի գումարը հավաքվի ձեր միջոցով լինի ոչ թե վաղվա գողերի վաղվա խուլիգանները որ հիմա հավաքելու են ու լափելու են եւ այդ ժողովուրդը ես պետք է դա գիտակցի ես պետք է հասկանա որ լավ չարն ու բարին տարբեր հիմա նայում եմ Արայի աչքերին չգիտեմ ինչ ասեմ ազնվությունը պայծառությունը բարոն Հարությունի մարդիկ պետք է հասկանան գիտեք հասարակ բան ասա հասկանան նորմալ մարդը գիտակից մարդը եւ խուլիգանը որ գալիս են փողերը հավաքում ու գնում են ու դնում են հիմարի տեղը ժողովրդին կներեք շնորհակալություն ես ընդունում եմ ձեր կարծիքը եւ միտքը եւ պիտի հետևեմ այդ քուսածը անպայման կստեղծենք որտեղ իսկապես պետք ունենք ես կուզեմ մեկ դեսայրիզմը ցույց տալ թե ավելի երկար է բայց կնա գարժելալ սակայն անչափ ձերգան կարող է եթե կարելի է վաղը ժամը 10-ին առավոտուն մինչև երեկոյան 8-ը ձեր բարեկամներուն ընկերներուն ասեք որ դիտեն այս մեր ուրեմն տելևիզիոնի ծրագիրը ասենք տելետոնը որուն նպատակն է ցույց տալ բոլորին, որովհետև երբ որ ուրեմն Արային այսպիսի մոդեցում կունենան, պաշտոնական մոդեցում, ֆիլմի մեջ տեսակ, ադիգա ցույց կտա, որ նույն ցեզվի մոդեցում ունին AMGA ծրագրին, որ միշտ եղած է ժողովրդին հետ, եւ միշտ արիտ տված է, որ դարբեր գարձիկներ հայտնվին և ինչպես մենք աստեղ բոլոր գարձիկներուն կարևորություն կուտանք և ժողովրդին ցայնն է այս ծրագիրը և անոր համար դուք պետք է նյութապես օժանդակեք, որովհետև հավասիկ կտեսնեք ինչպես կվարվին Արային հանդեպ, նույն ցևով կվարվին գոր AMGA-ի հանդեպ, դուք չեք գիտեր ինչ բաներ ասված է AMGA-ի համար։ Ամիջապես իմ երեկվա ծրագիրից հետո ես կուզեմ ասել, բայց ես ասեմ, Հայաստան հիմնադրամին հրասենյակին ամիջապես եւ ոչ թե միայն Հայաստան հիմնադրամին Սարգիս Քոթանջյանին տելեֆոնի թիվով գրանցված իր անունով, մեկ հատ Անա անունով աղջիկը,
հերացրեց ստուդիոյին եւ ասավ որ մենք կոմիտե պիտի ստեղծենք, որ սա ով որ գովազդում է, պիտի քաշեն գովազդները եւ մենք պիտի փակենք AMGA, ինչ որ դեսեր են իմ ծրագիրից երեկվա ծրագիրը զայրացան եւ այն 19-րդ րոպեին ծրագիրից մեջ է կնշանակի որ Հայաստան հիմնադրամին մանրամասնությունը պատմեցինք ինչպես որ սփյուռքահայերը օգտագործեն Հայաստան հիմնադրամը իրենց նալոգները փախչել կամ իր բادرականությունը նալոգը չվճարեն որ կորց կանեն Հայաստան եւ Հայաստան հիմնադրամը կորցած են միջոցը որ ուղարկեն փող այնտեղ եւ օգուտ ստանալ ամերիկյան կառավարությունից այն պատճառով այս ծրագիրը վաղվա ծրագիրը ծնվեցավ որտեվ իրենց քաշեցան Հայաստան հիմնադրամը զայրացավ եւ ծրագրի փակենք Էդվարդը դերը այս ալիքին դերը իմ հետս խոսեցավ ես որ ոչինչ մենք մի բան կանենք եւ շուտով մենք միասին ամփոփշս աշխատեցանք եւ կարեցանք ժամանակավոր փողը ինչքան որ պետքա որ $12,000 է որ պետք է ցերկ բերենք Փերեցինք ժամանակավոր իհարկե պիտի փակենք պիտի մարենք այդ պարկը բայց քոնե մենք կարեցանք ինչ պարկեր որ կան որ կապերը այստեղ չի գտրվի եւ նույն ժամանակին աս եթերը իրենց 12 ժամը մեզ հասնում է $12,000 համար եւ վաղը մենք ինչպես որ ասեցինք ամեն ինչ պիտի ներկայացնենք եւ ոչ թե կարճ մենք մանրամասնությունը պիտի բացատրենք որ տեսնաս իրականությունը ինչ է փաստերով միայն փաստերով եւ կտեսնաս ինչ է Հայաստան հիմնադրամը եւ ինչ է Հայաստանի վիճակը այսօր եւ ինչ է Սփյուռքի վիճակը այսօր որտեվ մենք շատ բաներ պետք ունենք անելու որ մենք կրնանք առողջանալ եւ դառնանք ուժեղ եւ պայծառ ապակա ունենանք Ուրեմն մեր գոմե ուրեմն ցեզի անգերս խնդրանքը որ վաղը դիդեք լուր դակտեր բարեկամներուն ընկերներուն եւ եթե կան մտավորականներ որոնք կուզեն գալ իրենց ազատ կարծիքը հայտնել խնդրեմ թող կան AMGA եւ իրենց կարծիքը թող հայտնեն ոչ թե միայն համայնական հիմնադրամի ոչ այլ թե մենք ուր գերտանք ով ենք մենք ուր ենք ուր պիտի երթանք ինչ պետք է անենք որ այս դժվարին իրավիճակեն իսկ եթե կգարձեն որ ամեն ինչ լավ է Հայաստանի մեջ խնդրեմ այդ բարակային ելենք բարենք վաղը եւ չմասնակցենք որևէ ազգային շարժումի որ մենք ավելի զորանանք կտեսնենք ինչ կգադարվի ամենից որ Հայաստանին կան եւ մեզի վրա ուրեմն քերեցիկ խոսքերով մեզի համոզեն որ ամեն ինչ լավ է եւ իրենք ամեն ինչ լավ անում են իմին ժողովուրդը ճիշտ հագարակը կմտածե ադիգա գամ մեկը գամ մյուսը սխալ է մենք ժողովրդին հետ ենք հստակ է եւ դուք իբրև ժողովուրդ մասնակցեցեք վաղը ծեր նվիրատությունները ըրեք եւ շնորհակալություն գտնամ հայտնել ցեզի մենք որևէ անցի կամ գազམ་ագերության հագարակ չենք մենք բարձրապես իրականությունները ասելու մասին է եւ դուք որոշեցեք եւ ժողովուրդն է որ երկրին աբական պիտի որոշե եւ ոչ թե 10-20-30 հոգիներ ամենից որ ասիկա ժողովրդի ծրագիրն է եւ ժողովուրդը պիտի բայկարի եւ իրավունքները պիտի առնե եւ որ աբա թե ոչ մենք արդեն շատ քիչ աբակա կրնանք ունենալ եթե այսպես շարունակվի Ես կարծեմ իմ ժամանակը վերջացած է, եթե կա ժամանակ, կրնանք TV2 դեսայերից ցույց տալ, խնդրեմ։ Հայաստանը մաքսային միության մաս դարձնելու Կրեմլում ազդարարված նպատակը վտանգում է Հայաստանի իշխանությունը, խոչընդոտում է Եվրամիության հետ մերձեցմանը եւ մեծ վերստին դարձնում ռուսական կայսրության ճորտերը։ Նման հաղորդագրությամբ թերթոններ են տարածել Պարույր Հայրիկյանի համախոհները նախագահի նստավայրի առջև նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում։ Մասնակիցներին միացել էր նաև Պարույր Հայրիկյանը, որի գլխավոր ուղերձը ներկայացված էր պաստառներից մեկի վրա՝ Վիլնյուս կամ հրաժարական։ Եվրոպայում տգետներ չեն։ Հայաստանը մաքսային միության հետ ոչ մի պայմանագիր չունի։ Հայաստանը ազատ պետություն է, Հայաստանի պարլամենտը կարող է վաղը նույնիսկ Հայաստանի վերացման որոշում ընդունի, բայց կա սահմանադրություն։ Եվրոպայում բոլոր հարցերին մոտեցումը ինստիտուցիոնալ է, այսինքն համակարգված եւ դասակարգված։ Այնտեղ պատկերը հետեւյալն է. դուք
ունեք որևէ պայմանագիր, որ կաշկանդում է այս պայմանագիրը ստորագրելու։ Ոչ, ցանկություն ունեք։ Հիմա այս պայմանագիրը կստորագրեք, հետո երբ որ մյուսը մեջտեղ գա, այն ժամանակ դուք մտածեք։ Այսինքն այդպիսի մոտեցում կա, եթե ես լինեի նախագահը, եւ մինչեւ հիմա այսպիսի քայլեր կատարած լինեի, գնում հրապարակավ ասում եմ, ես միշտ ասել եմ, որ մենք եւ նրա կողմ ենք։ Ես դրան հավատարիմ այսօր եկել եմ, դուք եք դեմ, դե ասեք, որ դուք եք դեմ։ Թե չէ ես կողմ եմ ու եկել եմ ստորագրելու։ Հայրիկյանն ասաց նաև, որ Մաքսային միությանը միանալուն դեմ է արտահայտվել քաղաքացիների մեծ մասը, որը պատասխանել է իր եւ պետություն հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպության հետ համատեղ սոցհարցմանը։ Ես այսօր այստեղ ինձ չեմ ներկայացնում, ոչ էլ ներկայացնում եմ հայեմ։ Ես այսօր եկել եմ ինքնուրույն խոսելու այն 70%-ից ավելի մարդկանց անունից, ովքեր որ դեմ են բռնապետների հետ դաշինք կազմելու Հայաստանի իշխանության գուցե պարտադրված, գուցե կամավոր, չգիտեմ դա իր խնդիրն է, ցանկությանը։ Այս ակցիային զուգահեռ նույն օրը տեղի ունեցավ մեկ այլ ակցիա, որի մասնակիցները օպերայից շարժվել էին դարձյալ դեպի նախագահական նստավայրը։ Ոստիկանները սակայն փակել էին ճանապարհը եւ հորդորել մասնակիցներին տեղափոխվել դիմացի մայթը։ Բանակցելուց հետո ցուցարարները ոստիկանների ուղեկցությամբ անցել են ճանապարհը։ Հավաքվել եք այստեղ և պահանջում ենք Տեր Սարգսյանի, ինքնիշխան նախագահի և այս ապականված իշխանության տապալում։ Դուրս եկեք, սա ձեր տեղը չէ։ Ակցիայի մասնակից կանայք պահանջում էին հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի առաջարկով նրանցից 3-ը գնացին նամակների բաժին, որտեղ սակայն չցանկացան հանդիպել այլ անձանց հետ, քանի որ նրանց պահանջը նախագահի հետ առանձնազրույցն էր։ Մենք նամակների բաժի հետ կապ չունենք։ Դուք երեքը կարող եք բարձրացնել ձեր հարցերը Տիկին Այդային, ինքը արդեն ոնց։ Մեզ Տիկին Այդային չեն ուղարկել։ Մենք Տիկին Այդայի կապ չունենք։ Ոչ։ Մենք եկել ենք նամակների, ես եկել եմ նամակային գանջելու դետատեք խոսելու, ինչի է ժողովրդի ցավը այսօր ասել։ Ինչի է ժողովուրդը այսօր ջնջխված վիճակում, ինչի է այսօր Հայաստանի Հանրապետությունում հայ չկա, բայց լիքը պարսիկ կա։ Ոչ մի դեպքում մենք չենք։ Չստացված հանդիպումից հետո այս կանայք կրկին միացան մյուս ցուցարարներին, որոնց էլ պատմեցին նամակների բաժնում տեղի ունեցածը։ Դուք արդեն այստեղ։ Ժորքյան, մի րոպե։ Ժորք ասել գնացիք կարգ խախտեք, հա։ Ամենամեծ կարգ ասեք կարգ խախտեք։ Ասեք կարգ խախտեք։ Որն է։ Բայց կնոջը չի չեք հանդիպում։ Մենք չունենք հանդիպել։ Մի վարքյան Ժողովուրդ, ինձ ասում են, որ ես գնամ նամակների բաժնի Տիկին Այդային հանդիպան ես հրաժարվեցի։ Ճիշտ եմ արել։ Կանանց խոսքով նմանատիպ ցույցերը լինելու են շարունակական, մինչև որ նրանք հասնեն իրենց նպատակին։ Իսկ Պարույր Հայրիկյանի համախոհների տարածած թերթոններում ասվում է, որ նոյեմբերի 29-ին ժամը 17-ին Ազատության հրապարակում կլինի ցույց հանրահավաք։ Տաթևիկ Ղազարյան, Տարոն Թիթիզյան, Սիրիում։